Բավական արդյունավետ են այս ողորները, իրենք մի քանի են ուզում, հետևից ծածկն է, մենք գնանք, որ հատակին տեսքից մարդ չի մտածում, որ դա աշխատար մեքենա է, այսինքն տարբերություն կամազների, որոնց հետևից ծածկից հատվածը չկա, երբ որ աղբա հավաքվում է այդ մասերի արանքում, այս շնորհիվ այդ խնդիրը լուծված է։ Այս երկուսն են։ Այս երկուսն են հիմա մնացել, մնացած 13-ը մայրաքաղաքի տարբեր հատվածներում այս բանը աշխատանք են։ Դուք հիմա տեխնիկայի այս խոշորի կարիք ունեք հավելան։ Մեծ չէ, փոքր աղբատարի, այո, որովհետև նախկին գազոնները արդեն սպառվում են։ Իրաք շարժիչը գրեթե ամեն տարի վերանորոգման է կանգնում ու բավական ֆինանսական առումով մեզ ձեռ չի տա։ Հստակ տեղնորդագիր գրված սրա համար, ու ավելի լավ բան ստացա։ Նախորդ մեծ ոլոնների համար մեկ նստատեղ կա, սրանը երկու նստատեղ է բանվորի համար, որովհետև երկու բանվորներ պետք է աշխատեն։ 280 ունի, ավելի ուժեղ է, քան շարժիչը ավելի ուժեղ է, քան կամազներինն է, այսինքն որ հաճախակի մոտորը խփում էր, նա սրա դեպքում։ Դրանք որ ստանդարտն են։ Եվրո 5-ը։ Եվրո 5-ը։ Հա։ Շատ առավելություններ կա, երևի սկսենք ամենաառաջինը նրանից, որ մեքենան ունի ներքին հովացման համակարգ։ Ամառվա շոգին աղբավայր մտնել դուրս գալու ժամանակ օրինակ կոնդիցիոների առկայությունը ահագին մեզ օգուտ է տալիս, աղբավայրի հոտը, փոշը ինչին է թափանցում մեքենայի սրա։ Առավելություններից մեկը, որ չունի նախորդ մեքենաները, այդ ներսից կառավարվող այդ հնարավորությունն է, այս պուլտն է մեր, միացնում ենք աղբավայրում արդեն էլ մեքենայից պարտադիր չի դուրս գալը, մեքենայից ընդհանուր կառավարում ենք, խցիկի բացումը, աղբի դատարկումը, որը որ ահագին հարմարավետ է սարքում աշխատանքը։ (2025) թվականի ընթացքում շուրջ 800 կտոր գույքի ձեռքբերում ենք իրականացրել կենտրոնացված կարգով հանրապետության վարչության կողմից։ Դա կոշտ գույքն է, տեխնիկան է վերաբացված մանկապարտեզների համար, նաև ինտելեկտուալ, ինտերակտիվ խաղերն են։ Երրորդ տարին է ձեռք ենք բերում սպորտային գույք եւ արդեն իսկ 70 մանկապարտեզներում ունենք անհրաժեշտ պարագաները պատշաճ մակարդակով ֆիզկուլտուրան իրականացնելու համար։ Այս տարվա նորամուծությունը մանկական բասկետբոլի զամբյուղներ, համապատասխան գնդակներ ձեռք բերելու պրոյեկտներ։ Մանկապարտեզը համալրված է թե երեխաների համար նախատեսված ինտերակտիվ խաղերով, զարգացնող խաղերով, որոնք օգնում են երեխաների թե մտավոր, թե ֆիզիկական զարգացումը։ Ի սկզբանե դրված է եղել պահանջ, որ մանկապարտեզի շենք չի մտնելու հին գույք։ Եվ մենք այսօր աշխատում ենք ամբողջովին նոր գույքով։ Գունավոր երկրաչափական պատկերներ են տարբեր գույների շարմեզ վրա։ Համալրում ենք նախադպրոցական ուսումնական հաստատությունների խաղային նյութատեխնիկական բազան ևս եւ այս տարի ձեռք ենք բերել 50-ից ավել կտոր հայկական արտադրության հայալեզու ինտերակտիվ սեղանային խաղեր։ Շուտով կունենանք մանկապարտեզում բիզիբորդ կոչված հավաքածուները, որոնք փայտյա ստենդի վրա մանր մոտորիկայի եւ ընդհանուր զարգացվածության համար խաղային դետալներից պատրաստված պարագաներ են։ Մենք արդեն սկսել ենք հուզական ինտելեկտի ներդրման ծրագիրը նախադպրոցական հաստատություններում եւ հիմնական առաջին փուլի ավարտական էտապում ենք գտնվում։ Մասնակցում են 3 մանկապարտեզներ, 3 տարբեր վարչական շրջանների, շուրջ 5 օր է, որ մասնագետները ստանում են շարունակական վերապատրաստում, աշխատում սեփական հույզերի հետ, սովորում մեթոդաբանությունը, որը որ իրենց հնարավորություն կտա արդեն երեխաների հետ
կարողանալ կիրառել եւ տանել աշխատանքը։ Մասնագետների այդ աշխատանքը լինելու է շարունակական, մեր վարչության մասնագետները, այն էքսպերտները, ովքեր որ աշխատել են հենց մեթոդաբանության տեղայնացման եւ ադապտացիայի վրա, իրենք շարունակաբար տրամադրելու են խորհրդատվություն, սուպերվիզիոն հանդիպումներ, այսինքն մենք լինելու ենք դաստիարակների եւ դայակների կողքին։ Մեր մարտահրավերը կայանում էր նրանում, որպեսզի կարողանայինք համախմբել եւ ավելի կարգավորված եւ համալիր ձևով կարողանայինք հուզական ինտելեկտի զարգացման ուղղված ծրագիր իրականացնել եւ ավելի շատ ուշադրություն դարձնել հուզական ինտելեկտի բոլոր բաղադրիչներին։ Այսօր ավարտվեց մեր վերապատրաստման հնգօրյա կուրսը եւ կարելի է արձանագրել, որ մենք ունեցանք հետաքրքիր արդյունքներ, որովհետև այս ընթացքում դաստիարակները ոչ միայն սովորեցին այն տեխնիկաները, այն մեթոդները, որոնք պետք է կիրառեն հետագայում երեխաների հետ։ Այս վերապատրաստումների ընթացքում ել ավելի զինվելով եւ գիտելիք ստանալով թեմայի վերաբերյալ մենք ավելի պատրաստակամ ենք եւ ավելի գիտակցված կարող ենք թեման իրականացնել մանկապարտեզում։ Դեռևս 1 տարի առաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ սկսեցին լայնածավալ աշխատանքներ, Սասունցի Դավիթ բալետորի աշխատանքները եւ հավաքվեց ստեղծագործական մի ամբողջ կազմ եւ մեծ քննարկումների արդյունքում կարողացանք մի շարք մեզ համար կարևոր բնորոշիչներ իմանալ, թե ինչպես ենք առաջնորդվում եւ ինչպես կարելի է մեր անմահ էպոսը ներկայացնել եւ ներկայացնել այսօր եւ վերաիմաստավորել եւ վերարժևորել։ Կարծում եմ, որ մեզ հաջողվեց գտնել մի ձևաչափ Երևանի քաղաքապետարանի հավաքական երգչախմբի, մանկական երգչախմբի միջոցով 400 երեխաներ սովորել են եւ շարունակում են այս պահին սովորել Սասունցի Դավիթ էպոսը եւ շատ կարեւոր էր ինչպես են կարողանալու այս ժամանակի համար ներկայացնել։ Սա կարող եմ ասել նախադեպը չունեցող նախագիծ է, ելնելով թե մասշտաբայնությունից, երեխաների քանակից եւ առհասարակ գաղափարից։ Ներկայացված են գլխավոր հերոսները եւ երգչախումբը այս հերոսների մարմնավորողն է, կերպարների կերտողն է, պատասխանատվությունը իհարկե շատ մեծ է, քանի որ դեռևս անդրադարձ չի եղել այս ֆորմատով մեր էպոսին։ Մեր խնդիրը այստեղ շատ բազմաշերտ է, կարողանալ այնպես անել, որ հանդիսատեսին հասցնենք էպոսի յուրաքանչյուր հերոսի իրական կերպարը։ Մենք էպոսը ներկայացնում ենք էլեկտրոնային ժամանակակից երաժշտության եւ բալետային նոր մարմնի լեզվով։ Բեմադրությունը կատարվել է ժամանակակից ոճով։ Յուրաքանչյուր արտիստ ինձ համար գլխավոր հերոս է ու գլխավոր հերոս կդառնա նաև հենց հանդիսատեսի համար։ Պարողների հետ սկսել եմ աշխատել սեպտեմբեր ամսվանից։ Ունեցել ենք շատ երկար, դժվար, բայց սիրով լի ճանապարհ ու կարծում եմ, որ ներկայացման օրը այդ սերը հանդիսատեսը անպայման կզգա ու կհասկանա, թե ինչքան մեծ աշխատանք է կատարվել ողջ բեմադրական կազմի կողմից։ Աշխատանքը կատարված է ժայռերի տեսքով, նյութը պենոպլաստներով, մետաղական կոնստրուկցիաներով, հատուկ տեխնոլոգիաներով փորձեցինք ստանալ ժայռերի այդ մեծ ծավալները 80 կտորից է բաղկացած։ Սկզբնական պահերին մի քիչ մտավախություն կար այդ հսկայական մեծ ծավալի առումով։ Հետո աշխատանքի ընթացքում այդ ամբողջը ոնց որ հուշում էր եւ ընթացիկ այդ ամբողջը ավելի էր հետաքրքրանում աշխատանքը եւ իհարկե Սասունցի Դավիթի իբրև մեր պատմական հայոց այդպես ուրեմն էպոս եւ իմ համար մեծ պատիվ է որ հնարավորություն եղավ ուրեմն ձևավորել բեմը։ Լիահույս ենք, որ դեկտեմբերի 18-ին եւ 19-ին տեղի կունենա հայկական մշակութային կյանքում հեղափոխական մի էջ, որը կարողանա
ձևակերպում տալ, թե ուր է շարժվում եւ ուր է գնում հայկական մշակույթը։ Հուզական աջակցության թեժգից, ինչպես կարող եմ ձեզ օգնել։ Հրաժարվիր ավելորդ աղբից։ Վերաօգտագործիր, ստեղծագործիր։ Վերամշակիր, ձգտիր կանաչ ապագայի, վերամշակենք միասին։